Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Բալես, ամեն ինչ կարգին է։ Մամ, արի գնանք հա հիմա։ Ախպերես։ Ասում եմ գնանք միտեղ նստենք, ամել կհասկանանք ինչ ենք անելու։ Մեքենան մի քիչ վերև եմ կանգնացրել։ Ուրեմն գնանք մի քիչ վերև։ Ես հեսա կզանգեմ իմ ծանոթ փաստաբաններին ու կհասկանանք այս պարագայում ինչ են անում։ Բայց պապիկի փաստաբանն էլ է ամեն ինչ անում Արմանի համար։ Ոչ մի բան անել պետք չի։ Դուք արդեն իրոք շատ բան եք արել իմ համար։ Գորջան, ես այսօրվա քո արածը ամբողջ կյանքում չեմ մոռանա։ Շնորհակալ եմ, որ գնացիր ու գտարեց Սակոին։ Ճիշտ է, չգիտեմ այդ մեզ ինչքանով օգուտ կտա, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ քեզ։ Իմ արածը մեծ բան չի, Արման։ Ես չէի թողելու, որ իմ պատճառով քեզ մեղադրեն։ Այս ամեն ինչի միակ մեղավորը Դիանան է։ Կորկներես հասկանում եմ, որ քույրդ է, բայց այդ անիմաստ պատմությունը ինչքան մարդու բաժանեց, ինչքան մարդու դժբախտացրեց, ինչքան խնդիրներ ստեղծեց։ Ես այդ ամեն ինչը լավ հասկանում եմ։ Բայց հիմա կասեմ դուք էլ կիմանաք։ Եթե Դիանան չլիներ, մենք Սակոին չենք գտնի։ Այդ ո՞նց։ Ինքն է համարն ու հասցեն տվել։ Հետո էլ ես իմ կապերը խառնեցի ու գտանք։ Կարևորը ընթացքը չէր, կարևորը ինչ արդյունքի հասնենք։ Արման, գարեջուր կխմես։ Արման, ուր հասար մտքերով։ Չգիտեմ ախպերս։ Չեմ հասկանում ինչ եմ անում, չեմ հասկանում ինչ է կատարվում, ոչ ոք չեմ հասկանում։ Դրա համար խոսա հասկանանք իրար հետ։ Ախրես ինչ պատմություն դարձավ է։ Դատարանում իմ հորս շահերը Սարոյանի փաստաբանն է պաշտպանում։ Էլկան իրա վիշտը թողած ամեն ինչ ուզում անի, որ ինձ օգնի։ Սարոյանը դատին չի գալիս, իրանը տենց տարօրինակ է պահում։ Բայց ինձ դրան զուգահեռ ապրուստի միջոց է տալիս։ Ես այն տան մեջ եմ, որտեղ հերս այդ տան անդամին է սպանել։ Մի խոսքով թատրոն է դարձել կյանքս։ Չեմ հասկանում ինչ է կատարվում։ Դու ու Էլկան այս ամեն ինչի կիզակետում եք, դրա համար ամեն ինչ ուղիղ ազդեցություն ունի ձեզ վրա։ Ես եմ մեղավոր, ես ուղղակի պետքա մերժեի Սարոյանի առաջարկը ու էլ չգնայի աշխատանքի։ Չէ, ճիշտ ես արել Արման։ Դե լավ էլի Սար, ինչն է ճիշտ։ Էլկան ու Ռեբեկան հազիվ իրար հետ հաշտվել էին, չէ՞։ Բայց հիմա նորից իմ պատճառով պետքա լարվեն։ Չգիտեմ, ինձ թվում է, որ ճիշտ այն կլինի, որ դուրս գամ աշխատանքից։ Ես մենակ տանջում եմ ինձ էլ Էլկային էլ, Սարոյանն էլ ձեռքս կրակն է ընկել։ Դուրս գալա պետք է աշխատանքից։ Չէ, այդպես չի կարելի։ Ուրիշ ձև չկա։ Արման, պապիկը վստահ է, որ դու մեզ հետ ես ու լավ ես։ Գոնե սպասի մինչև գա, հետո որոշի, հա, ինչ անես։ Այ որ սպասեմ գա, այդ ժամանակ կարող է չկարողանամ որոշումս փոխել։
Բա ինչ ես անելու։ Չգիտեմ Գորջան, անկեղծ չգիտեմ ինչ եմ անելու ու ուր եմ գնալու, բայց ոնց հասկանում եմ հիմա ամենաճիշտ տարբերակը է դա։ Գոր, այս Սարոյանի մեքենայի բանալիներն է։ Քեզ ախպերական խնդրանք։ Ուղղակի մեքենան հասցրու իրանց տուն, լավ։ Գոր մի թող գնա մի բան արա։ Ամեն ինչ նորմալ է։ Ես էլ իր տեղը լինեի, նույնը կանեի։ Ես սենց հիմա իրան շատ լավ հասկանում եմ։ Երբ անցնելու այս ամեն ինչը։ Այն որ ասում եմ ուզում եմ արթնանալու, հասկանալ, որ երազ էր, հիմա այդ պահն է։ Ուզում եմ արթնանալ ու հասկանալ, որ այս ամեն ինչն անցել է, որ Արմանն ու Էլկան նորից ուրախ են։ Ոչ մի բան հավերժ չի ես կյանքում։ Ես էլ կանցնի։ Ոչ մի բան։ Դե բացի այն ինչ զգում եմ քո հանդեպ։ Հա, վերջին պահին փրկեցիր քեզ։ Բախտավոր տղա եմ էլի։ Դե լավ վերջ Գոր։ Արի գնանք, ես էլ եմ հոգնած լարված օրենք ունեցել։ Հեսա տաքսի կանչում։ Ինչ ես անում։ Տաքսի եմ կանչում, ինչ պետք է անեմ։ Մոռացար Արմանի ախպերական խնդրանքը։ Այսօր միասին են գնում տուն, դու կվարես ու ոչ մի տաքսու վարորդ մեզ չի խանգարի։ Գոր։ Ինչ եղավ քեզ։ Լավ ես։ Հա, Բա ինչ եղավ։ Մենակ չասես, որ վարել չգիտես։ գիտեմ, ուղղակի չեմ ուզում։ Բայց ինչի։ Չեմ ուզում, ուղղակի 5 տարիա չեմ քշել։ Հա, ոչինչ, սկզբից մի քիչ դանդաղ կքշես, հետո կվերհիշես, ավելի հեշտ կլինի։ Չէ, էլի արի տաքսի կանչենք։ Գոր, բայց ինչի, ինչ եղավ քեզ։ Արի տաքսի կանչենք, մամայիդ էլ կխնդրենք, մեքենան կտանի։ Բայց չի։ Գոր ճիշտն ասած ինձ համար միշտ զարմանալի է եղել, որ դու մեքենա չես վարում, որովհետև հաստատ մեքենա գնելու խնդիր չկա։ Միշտ տաքսիներով ես, բայց ի՞նչն է պատճառը։ Լավ, ես քեզ հարցեր չեմ տա, կներես, չպիտի խառնվեի։ Դու կապ չունես սառը, դա իմ խնդիրն է։ Բայց ինչ ա եղել։ Անընդհատ շեշտում ես 5 տարին, ինչ ա եղել 5 տարի առաջ։ Վթար ա եղել։ Բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսենք, կլինի, չէ՞։ Կլինի։ Մի խոսքով բալես։ Իրավիճակը շատ լարված էր։ Ամեն պահի սպասում ենք, որ Արմանին պիտի Գարիկի հետ դատապարտեն։ Ամեն դեպքում դատախազը շատ լուրջ էր տրամադրված, հատկապես Արմանի դեմ։ Ամենասարսափելին հենց դա է, որ անմեղները մեղավորների հետ են պատժվում, բայց ուրիշ տարբերակ էլ չկա։ Լավ է, որ գոնե Գորը այդ Սաքոին կարողացել է գտնել։ Հա, բայց մենք դեռ չգիտենք, թե դա ինչքանով կօգնի։ Մամ, իսկ Ձիաննան ինչի չէր եկել։ Մամ, Ձիանան դեռ երկար ժամանակ չի գալու բալես։ Ամեն դեպքում ես այդպես եմ մտածում։ բայց ասում էր, որ դատը 7 օրից է, չէ՞։ Ընդհանրապես ինչա կատարվում, դու այդ Ձիաննայի հետ կապի մեջ ես։ Չէ, կապի մեջ չեմ։ Ուղղակի բաներ ասեցի։ Ռեբեկա առավոտյան պիտի գնամ Անդրեվա, լավ կլինի այս անգամ դու էլ հետս գաս։ Հա, կգամ։ Գնամ տեսնեմ Էլկան ոնց է, ինչ տուն ենք մտել, ննջարանից դուրս չի եկել։ Ես էլ եմ անհանգստանում, բայց հիմա ինձ չի ուզենա տեսնել։ Էլկան այնքան միանգամից մեծացավ։ Իմ պատկերացրածից շատ ավելի ուժեղ մարդ է դարձել։ Բալես, ես ամեն բան հասկանում եմ։ Քո էմոցիաներն էլ, հուզմունքներն էլ շատ արդարացի են։ Բայց մենք հիմա ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Էլկայի կողքին լինենք։ Գոնե հոգեպես պաշտպանենք։ Կամ էլ գոնե չմեղադրենք ու ավելի չլարենք իրավիճակը։
Ուր եք պատրաստում գնալ Արմանի հետ դեպքի օրը։ Արմանը երբ բանտում էր, ես անհամբեր սպասում էի, երբ է ինքը դուրս գալու։ Ես գիտեի, որ ինքը ոչ մի բան չի արել։ Ինքը արդար է։ Ու երբ որ ինքը դուրս եկավ, ես որոշեցի, որ մենք պետք է գնանք նշելու։ Նշելու։ Թե պատրաստում եք փախչել։ Նշելու։ Ինչի պետք է փախնեինք կամ ումից։ Լավ ես։ Ամեն ինչ նորմալ է, դու մի նեղվի։ Ոնց չնեղվեմ, եթե քեզ այս վիճակում եմ տեսնում։ Մի օր երևի կանցնի։ Հենց անցնի, ես խոսամ դրա մասին։ Գոր, բայց կարողա պիտի խոսես, որ կարողանաս բաց թողնել են ինչ եղել է։ Ես իհարկե չգիտեմ ինչ ա եղել, բայց գիտեմ, որ երբ ցավ ունես, ավելի հեշտ է դառնում, երբ այդ մասին խոսում ես։ Այն ինչ եղել է անցյալում, հա ոչ ոք չի կարող փոխել, բայց այդ ցավի բեռն ավելի է թեթևանում, երբ հետդ ինչ-որ մեկը կրում է դա։ Ես չեմ ուզում քեզ ծանրաբեռնեմ իմ անցյալով։ Համ չեմ ուզում, համ էլ պատրաստ չեմ։ Այդ դեպքում ես ինչի եմ քո կողքին։ Ես այդ նկատի չունեի։ Գոր, ես քեզ հասկանում եմ։ Ես հասկանում եմ քեզ լիովին։ Բայց ուզում եմ իմանաս, որ ես պատրաստ եմ ու ուզում եմ քեզ լսել։ Գոր, ես տխրում եմ, երբ տեսնում եմ, որ ներսումդ ցավ կա ու դու ոչինչ չես ասում։ Հավատա, դա ծանրաբեռնել կամ անհանգստացնել չի, որովհետև ես ուզում եմ քեզ լսել։ Գիտեմ, որ այդ մասին բարդ է խոսել, բայց ես կսպասեմ, մինչև դու ասես։ Գոր, հասկանում ես, այն ինչ եղել է քո անցյալում, հիմա բիծ է թողել։ Ես անցյալում չեմ եղել, բայց հիմա կամ չէ։ Եթե դու ինձ թույլ տաս քեզ օգնել, եթե դու այդ հնարավորությունը տաս, ես ամեն ինչ կանեմ, որ կարողանաս հաղթահարել ամեն բան։ Կօգնեմ քեզ այնպես, ինչպես դու ես ինձ օգնել։ Քո ապրումները շատ թանկ են ինձ համար, Գոր։ Ընդհանրապես քեզ հետ կապված ամեն ինչ ինձ համար շատ կարևոր է։ Ինչ լավ է, որ դու կաս։ Ինչ էի անելու ես առանց քեզ։ Գոր, սիրտս ցավում է, որ քեզ այս վիճակում եմ տեսնում։ Ու ավելի է ցավում, երբ դու լռում ես։ Ես խոստանում եմ, որ էլ ոչ մի բառ չեմ ասի, բայց դու էլ պիտի խոստանաս, որ մի օր ամեն ինչ կպատմես։ Ինչ լավ է, որ արթուն ես։ Հա, բալես։
Ես էլ քիչ առաջ պատուհանից տեսա, որ եկար։ Այս Արմանը տվեց մեքենայի բանալիներն է։ Ինչի համար։ Ինքն էլ չի գալու։ Ինքնակամ դուրս է եկել աշխատանքից։ Ուղղակի մեքենան ուրիշ տեղ է կայանած, սրճարանի մոտ է, ես քեզ տեղը կասեմ։ Լավ։ Պապան չգիտի, չէ։ Չէ։ Ու չեմ էլ պատկերացնում ոնց կարձականքի, եթե իմանա։ Ամեն դեպքում գուցե այսպես ավելի լավ լինի։ Արմանին հերվից օգնելու տարբերակը հաստատ կգտնենք, բայց եթե ամեն օր հանդիպեն Էլկայի հետ, այդպես ավելի վատ է լինելու։ Այդ տղայի վիճակն էլ նախանձելի չի։ Ինչ որտեղ հասկանում եմ իրեն։ Ամեն դեպքում տխուր է, որ ամեն ինչ այսպես դասավորվեց։ Իսկ մենք ինչ կարող ենք անել։ Ոչ մի բան։ Լավ, ես գնամ պարկեմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ռեբեկա վեր կաց գնա քնելու։ Չգիտեմ ինչի, բայց զգում եմ, որ Արթուն ես, դրա համար էլ ձայնային եմ ուղարկում։ Ամբողջ օրը սպասեցի, որ գրես ոնց եղար, տենց էլ չգրեցիր։ Գորից իմացել եմ դատավարության արդյունքները, դրա համար էլ հարցեր չեմ տալիս այդ մասին։ Դու են ասա, ոնց ես։ Լավ եմ, շնորհակալություն։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, Մումնատ ջան։ Ես չհասկացա, սա ո՞նտեղն է իրան դրել։ Մի հատ դեմքին ժպտացի, գիտի ինքնա որ կա։ Քեզ բան։ Բարի լույս, բարիս, աշխատանքի ես գնում։ Հա, պապին բոլոր գործերը թողել է իմ ղեկավարությանը։ Չգիտեմ էլ ոնց եմ այդքան մեծ պատասխանատվության տակից դուրս գալու։ Ես վստահ եմ, որ կարող ես։ Եթե պապին համոզված չլիներ, հաստատ քեզ նման ծանրաբեռնվածություն տակ չէր դնի։ Դու էլ ես դուրս գալիս։ Հա, Ռեբեկային եմ սպասում։ Ահա։ Ռեբեկա, ես պատրաստ չես։ Չէ, մամ, դու գնա, ես մի փոքր ուշ կգամ, հա, Էլկան գիշերը լավ չէր։ Դեռ քնած է։ Հա, Արտնանա համոզվեմ, որ լավ է, հետո ես էլ կգամ։ Լավ, Սարա ջան, այդ դեպքում արի միասին գնանք, ես քեզ տպարան կտանեմ, հետո կգնամ աշխատանքի։ Բա Արմանը չի եկել։ Արմանն էլ չի գալու։ Ինքն իր կամքով դուրս է եկել աշխատանքից։ Բարզա։ Հա Գորջան։ Արման ջան, ոնց ես ախպերս։ Նորմալ ոչինչ, դու։ Ես լավ եմ, բայց ձենդ մի տեսակ է, ինչա չես քնե գիշերը։ Դե տենց քնել եմ մի քիչ։ Իսկ երեկվա ասացած ուժի մեջ է, հա, դե այն գործի բահով որ ասում էիր էլի դրա հետ եմ։ Էլ հաստատ չեմ գնալու։ Այդ ամենը ճիշտ որոշումն է։
Ես քեզ հասկացա աղբերս։ Հեսա մի քիչ հետո Սարային պետքա տեսնեմ ու հետո ազատեմ, կարող է հանդիպենք։ Հա, երբ ուզես։ Ես տանն եմ, հասցեն ուղարկեմ, երբ կուզես արի։ Եղավ աղբերս կգամ։ Լսի Գոր, իսկ Սարայի հետ խոսել ես, էլ կայց նորություն կա։ Չէ, չեմ խոսացել հələ։ Հեսա որ տեսնեմ անպայման էլ կայցը կհարցնեմ։ Լավ, ապրես աղբերս։ Չեմ խանգարում։ Չէ, ներս արի։ Հոդվածները ուղարկել եմ մեյլի, նայեցի՞ր։ Ճիշտն ասած չէ, բայց օրվա մեջ անպայման կնայեմ։ Ճիշտ է, ես նորեկ եմ այս ոլորտում, բայց կարող է ինչ-որ բանով կարանամ օգնեմ։ Գիտես ինչով կարող ես օգնել։ Խնդրում եմ, կարող ես մեր աշխատասենյակից բերել իմ սեղանին դրված փաստաթղթերը։ Շատ օգնած կլինես, ես էլ ժամանակ կխնայեմ։ Հա, իհարկե, խնդիր չկա։ Շնորհակալ եմ։ Արդեն գնում եմ։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու իմը լինես, Սառա ջան։ Ես եկա։ Գտար։ Սրանք ինչ է պետք։ Հա, ապրես։ Հիմա կարող ես գնալ ու շարունակել աշխատանքդ։ Գիտես, անընդհատ ուզում եմ ասեի, այս հագուստը քեզ շատ է սազում։ Հա, շնորհակալ եմ։ Քեզ որ տեսնում եմ, ну, չգիտեմ ինչից է։ Անկախ իզնից մեր ուսանողական տարիներն եմ հիշում։ Հա, լավ օրեր էին։ Միևնույն ժամանակ շատ բարդ։ Բարդ հետապեր քո համար։ Հա։ Գիտես, դժվարությունները մարդկանց յոծում են, խեղճացնում են։ Բայց դու մեկը առաջվա սիրուն Սառան ես։ Իզոր չէ էլի, որ քեզ այդքան սիրել եմ։ Ես կյանքը ոնց դասավորվեց, արդեն մի տեղ ենք աշխատում։ Բարև Գոր, լավ ես։ Ես լավ եմ, բայց այդտեղ մի հատ մեծ հարց կա, դու ուզում ես լավ մնաս մինչև վերջ։ Այսինքն։ Գոր Արսենն արդեն գնում է։ Ինչի՞ է գնում, ինքը հիմա աշխատանքի է, ուր է ուզում գնա։ Ես ձեզ հիմա կարամ մենակ թողամ։ Մենք այսօր ամբողջ օրը աշխատել ենք։ Այդ օրը քո համար քանի ժամ ունի, որ դու մտածում ես ամբողջ օրը Սառայի հետ աշխատել ես։ Կամ աստիճանների վրա որ տեսնում ենք իրար։ Ինչի բարև չես տալի, կարծեմ մեզ իրար հետ ծանոթացրել են։ Լավ ուրիշ բան, այդ որ տենց քո սիրո պատմությունն ես չստացված պատմում, ինչի ես դուռը կիսաբաց թողնում։ Ես երևի արդեն գնամ։ Հա, կգնաս։ Ու մի բան էլ, ես չգիտեմ քո այս հիմար քայլերով ինչի ես ուզում հասած լինես, բայց հիմա կվերադառնաս ներկա, անցյալից, ու կմոռանաս
ամեն ինչի մասին։ Ձեր ուսանողական տարիները վաղուց արդեն վերջացել են։ Հաճ չեմ բացառում, կարան մարդիկ հավանեն Սառային, սիրահարվեն, որտեղ ինքը շատ լավն է։ Բայց ստեղ մի հատ մեծ բայց կա։ Ես կամ, ու ես Սառայի կողքին եմ։ Ու եթե դու իմ համբերությունը չարաշահեցիր, այդ դեմքիցդ մի քանի հատ էլ ես պատին կնկարեմ։ Արսեն, վերադարձիր աշխատանքիդ։ Գլուխդ կախ, սուս ու փուս պրակտիկատ անցնում ես։ Ու գոհ ու երջանիկ ես ելնում, որ հիմա Սարոյանի տպարանում ենք ու սենց եմ խոսում հետդ։ Գոռին չէր կատարվում։ Ես ճիշտ հասկացա ամեն ինչ։ Այստեղ են իրոք շատ ազդում վրես։ Իրան թվում է մենք իրատ հայ չենք եղել։ Չենք հասկանում, որ խանդի տեսարաններ է սարքում։ Ու դու էլի քո իմաստությամբ փայլեցիր։ Այս վերջերս ինչ-որ շատ ես գովում ինձ։ Իմ գոռը չես, ինչքան ուզեմ կգովեմ։ Այնքան ուրախացա, որ եկար։ Շատ զբաղված ես։ Հա, ահա որ։ Պապին ամբողջ գործը իմ վրա թողել։ Համ իմ գործն եմ անում, համ իր գործն եմ անում։ Ինչ-որ բաներ պլանավորել։ Դե երեկվա խոսակցության մասին էի մտածում, դրա համար ասի կամ քեզ տեսնեմ։ Գիտես ինչ, մտածում եմ կարող է քո ասածը լսեմ ու կիսվեմ այդ պատմությունը հետդ։ Մտածում եմ տենց ավելի հոգիս հանգիստ կլինի, համ ես կհանգստանամ, համ էլ դու այդ պատմությունը կիմանաս։ Դուրս գանք։ Բայց ասում էիր շատ գործ ունես։ Գործը քեզնից կարևոր չի։ Վաղը մի քիչ շուտ կգամ տպարան կհասցնեմ։ Համ էլ ես միշտ ամեն ինչի ելքը գտնում եմ։ Գնամ պայուսակս վերցնեմ գամ։ Ես ինչ ավիճակը տայ ախպեր։ Ոչ մի անգամ կյանքում ոչ մեկի մոտ չեմ խոսացել այս ամեն ինչի մասին։ Հիմա էլ գիտես, ուզում եմ խոսամ, ուզում եմ պատմեմ, բայց չեմ կարողանում։ Ասացիր, որ վթար ա եղել, չէ՞։ Հա, Այդ վթարից ինչ-որ մեկը տուժել է։ հա։ Այս պատմության մեջ բաներ կան, որ կարող է քո դուրը չգան։ Դրա համար ես նախորոք ներողություն եմ խնդրում քեզնից։ Բայց այս իմ պատմությունն է, իմ մասին է։ Դու էլ իմ կեսն ես։ Եթե քո հետ չխոսամ, ուրեմն էլ ոչ մեկ հետ հաստատ չեմ խոսա։ Գոր, ինձ վերաբերում է քո կյանքի այն հատվածը, որտեղ ես կամ։ Ինձնից առաջ պարզ է, որ դու ունեցել ես քո կյանքը, քո պատմությունը, նենց ոնց ես։ Ու ուզում եմ, որ դու ինձ ինչ-որ բան պատմելուց առաջ հատուկ բառեր չփնտրես։ Եթե այսքան ժամանակ անց որոշել ես պատմել, ուրեմն մի մտածի, ուղղակի խոսիր հետս։ Ես իմ կյանքում քեզնից առաջ մի անգամ եմ սիրել։ Որ ասեցիր կարող է ինչ-որ բաներ ասես ու ինձ վատ զգամ, ես արդեն հասկացա, որ դրա մասին է խոսքը։ Դիանան ինձ ասել է։ Գիտեմ։ Այդ դեպքից առաջ մենք բաժանվեցինք։ Ու այդ ամեն ինչը իմ համար շատ ծանր եկավ, որտեվ ես իսկականից սիրել եմ այդ մարդուն։
Ինքնա քեզնից բաժանվել։ Չէ, ես։ Դեպքի օրը ծանոթներիցս մեկը զանգեց, ասեց ինձ, որ տեսել է այդ աղջկան բառում։ Ու վատ վիճակում, հարբած։ Այդ աղջիկն ու ալկոհոլը ընդհանրապես իրար հետ կապ չունեցող բաներ են։ Դրա համար անհանգստացա ու վեր կացա ու գնացի։ Ու տեսա, որ իսկապես լավ վիճակում չի, խմած է։ Բայց ինչ էր եղել։ Մինչև հաշիվն էի փակում ու իր դես ու դել նետած իրերն էի հավաքում, ինքը գնաց նստեց իմ մեքենայի ղեկին։ Ես եկա ու անդադ ասում էի, որ իջնի չէր լսում, ինձ որտեվ ադեկվատ չէր։ Մեքենայի շարժիչը միացրեց։ Մեքենան սկսեց ընթացք հավաքել։ Ու ես այդ ընթացքում հազիվ հասցրել եմ ինձ գցեմ մեքենայի մեջ։ Բայց ինչի էր այդ վիճակում։ Այդ կապ ուներ ձեր բաժանման հետ։ Հա, ուներ։ Գիշեր էր ու գրեթե ոչ մի բան չէր երևում։ Ես չեմ հիշում, որ երբևիցե այդքան ջղայնացած լինեմ, ոնց որ այդ օրը։ Անդադ գոռում էի, ասում էի կանգնեցրու մեքենան։ Ինչքան ես գոռում էի, ինքը այդքան արագացնում էր։ Ավելի ուժեղ էր վարում։ Այնքան արագ, Մինչև ինչ։ Մահացել է այդ աղջիկը։ մինչև խփեցինք դիմացի մեքենային։ Մեքենայի մեջ մի տղա էր։ Ու ամենավատն է, որ երեխա էլ կար մեջը։ Բայց ինքը մարմնով փակել էր այդ երեխուն։ Հենց որ այդ երեխուն բան չեղավ։ Բայց այդ տղան տեղնուտեղը մահացավ։ Ամենավատը գիտես որն է, մեքենայի մեջ տորտ կար։ Գնում էր իր կնոջ ծնունդը շնորհավորելու։ Տենց էլ գիտեի, որ ինձ հիշողը մենակ դու ես լինելու։ Ինձ թված գոռնա։ Կարելի է ներս գալ։ Մինչև հիմա չեմ կարողանում մոռանամ այդ երեխու հայացքը, ձայնը։ Հենց հիմա էլ ուզում եմ նստեմ ղեկին ու անդադ այդ պատկերներն է գալիս աչքիս առաջ։ Գոր, բայց դու չես եղել, չէ՞ ղեկին։ Ես եմ մեղավոր։ Ես պետք է չթողնեի, որ այդ ամեն ինչը լիներ։ Պետք է այդքան չգորգորայի, պետք է այդքան չխոսայի, դրա տեղը պետք է թևից բռնեի ու մեքենայից դուրս հանեի, պետք չէր ավելի սրեի իրավիճակը։ Ինքը ոչ ադեկվատ վիճակում էր, բայց ես հոստապ էի, հենց դրա համար էլ ես եմ մեղավոր։ Գոր, իսկ հետո այդ երեխայի հետ ինչ եղավ։ Ես ամեն ինչ անում էի, փորձում էի օգնել այդ ընտանիքին։ Բայց ամեն անգամ երբ գնում էի տեսնելու, ինչ-որ բան էի տանում։ Այդ կինը ինձ հետ էր վերադարձնում ու ասում էր, որ ոչ մի փող,
Ոչ մի հագուստ, ոչ մի ուտելիք չի կարող լրացնի այն բացը, որ ես եմ թողել իրանց կյանքում։ Իրանք իմ մեջ թշնամի էին տեսնում ու հաստատ ճիշտ էին անում։ Իսկ այդ աղջիկը իր հետ ինչ եղավ։ Արման, ոչ ոք չգիտի, որ ես այստեղ եմ։ Ուղղակի որոշեցի ու եկա։ Բայց գալուց առաջ շատ երկար եմ մտածել։ Հա, սկզբում կասկածներ ունեի, մտածում էի, որ անիմաստ է, մտածում էի, որ իմ գալով ավելի կբարդացնեմ ամեն բան։ Բայց չգալ էլ չէի կարող, Արման։ Արման ջան, մենք շատ երկար ենք լռել։ Ու երևի հենց այդ լռությունն է պատճառը, որ այսօր բոլորս այս վիճակում ենք։ Ես եկել եմ, որ 20-ից ավել տարիների ցավի, վշտի ու ստի վերջը դնենք։ Չէ, այդ այն վերջը չի, որ Գարիկը սպանեց Միսակին։ Չէ։ Հակառակը դրանով սկիզբ դրվեց ավելի վատ իրադարձությունների։ Բայց ես չեմ ուզում, որ այդպես լինի, որովհետև դրա մեղքն եմ զգում հոգուս վրա։ Արման, ես քեզ խնդրում եմ լսես ինձ մինչև վերջ։